Ալբյան, տեսեք, ընդդիմությունը արդեն իսկ հայտարարել է impeachment-ի գործընթացի մասին։ Ձեր դերքորոշումն ինչպիսին է այս հարցի հետ կապված։ Կարող լինի impeachment։ Ինչու՞։ Որովհետև ընդդիմությունը շատ բան կարող է հայտարարել։ Բայց ի՞նչն է պատճառը, որ չկարողանա։ Որովհետև չկա հիմք ոչ մի բանի։ Ինչու հիմք չկա։ Օրինակ բոլոր ներկառավարումը փայլում է իրականացում, ինչպես հուսագիցներից մեկը։ Շատ փայլուն, այո։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չունի կառավարման հետ կապված։ Ոչ։ Միանալու եք impeachment-ի գործընթացին։ Դուք հիմա լուրջ եք հարց տալի։ Վստահ եմ, որ դուք լուրջ չեք։ Երբ որ լուրջ լինեք կգաք։ Չէ, ինչպես է գնահատում, լավ։ Դուք այդ անլուրջ ասածը գնահատեք։ Ինչպես է գնահատում հետո։ Ես լուրջ գնահատեմ, թե անլուրջ։ Իհարկե լուրջ, ինքը լուրջ իրավական, լավ իշխանապողության սահմանադրական եղանակ է։ Impeachment հայտարարել վարչապետին։ Հիմա ինձ եք հարցնում, իշխանական падգամավորին։ Հա։ Էլի եմ հարցնում, դուք այդ հարցը լուրջ եք տալիս, թե անլուրջ եք տալիս։ Ես լուրջ եմ հարցնում, որովհետև հիմա ընդդիմությանը պակասում է որոշակի ձայներ եւ կարող է դուք որոշեք, որ այո, Նիկոլ Փաշինյանը լավ չի աշխատել եւ միանաք այդ գործընթացին։ Հիմա այդ հարցին ես լուրջ պատասխանեմ, թե անլուրջ, որովհետև ես գործընթացը անլուրջ եմ համարում եւ իմ մոտ մի տեսակ կարող է չստացվի, որ ես այդ անլուրջ հարցին լուրջ պատասխանեմ։ Եթե մի կողմով ոչ մի ձև չեմ վերաբերվում։ Մի մտքով որ ասեմ, ոչ մի ձև չեմ վերաբերվում։ Ընդդիմությունը ինչի համար է արել այս գործընթացը, եթե անլուրջ եք համարում դա։ Ընտրություններ է գալիս, գիտեք, մի տարի հետո խորհրդարանական ընտրություններ է, անընդհատ իրանք օրակարգ են ուզում բերեն, օրակարգ են ուզում լցնեն, այսպես ասած, իրենց հիշեցնեն նույն պարոն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի այդ հանձնաժողովի ստեղծում, այսինքն ամեն անգամ կամ ասենք նախկինում դեռևս երբ որ ընտրությունների մի քիչ շատ կար, ասենք օրինակ բերում էին թոշակները դարձնեն 120,000, 100,000, տենց վստահ լինելով, որ դա հնարավոր չի պրակտիկորեն, սա էլ հնարավոր չի պրակտիկորեն եւ նաեւ օդ եւ կներեք արտադրության համար փուչիկ թեմա է նաեւ երեկվա նիստը, երբ որ ինչ որ հանձնաժողով են ուզում ստեղծեն առանձին դրվագով, այս ամեն ինչը եթե մի բանով ասեմ, իրանք իրանց մասին հիշեցնելու ձև է, էլի, բայց որ անկեղծ ասեմ լուրջ չեմ վերաբերվում ես։ Impeachment-ի գործընթացը ընդդիմությունը ներկայացրել ամստահություն հայտնելու հետ կապված վարչապետին։ Դուք ինչպես եք վերաբերվում այս գործընթացին։ Անմտություն է դասական, հերթական։ Ինչու իրավական գործընթաց են, չէ՞ անմտություն։ Իրավական գործընթացները պետք է տրամաբանական ավարտի գոնե հեռանկար ունենան։ Քաղաքական իրավական գործընթացները։ Սա բացարձակ հիմարություն է, հերթական է։ Ինչու հիմքեր չկա օրինակ անվստահություն հայտնելու։ Դե թող բախները փորձեն։ Թող փորձեն, դուք եք ասում իրավական process-ը շատ լավ։ Թող փորձեն, նախ թող հասկանան ով է իրենց տեխնացին։ Կողմնորոշվեն։ Եվ իրավական process-ը թող առաջ գան։ Կլինեն մարդիկ, որ օրինակ կհամարեն, որ իսկապես այս փուլում Փաշինյանը 7 տարի կառավարում է եւ բավարար է, կարող է հեռանալ եւ օրինակ ձեզանից մեկը տեխնատություն առաջադրի, ընդհանրենք առաջարկի ընդդիմությանը, ընտրեք մեկ այլ մարդու, բայց Փաշինյանը հեռանա։ Եթե ասենք հումորային տրամադրություններով գնանք, կարելի է ինչ-որ ֆանտաստիկ ժանրի սցենարներ մտածել, բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել, դուք պատկերացնում եք ինչ-որ հրաշքով իմիգան իրենց տեխնացուի հարցում եւ այդ տեխնացուն գա ազգային ժողով կանգնի ամբիոնի մոտ դեմ դիմաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ ինչ տեղի կունենա այդ տեխնացուի հետ Եթե դրանք տեխնացուն շատ լավ տեխնացու է, չափորոշիչն են համապատասխան քաղաքական լավ կենսագրությամբ, ինչն է խնդիրը ձեր դեմ դուրս գալու, դուք ինչ է իրան, ինչ պիտի անեք։ Նախ թող այդպիսի տեխնացու լուսնից իջացնեն, որովհետև իրենց դաշտում ես այդպիսի տեխնացու չեմ տեսել։ Փաշինյանը լուսնից էր իջել բան։ Չէ, Փաշինյանը իրենց տեխնացուն չի, Փաշինյանը ժողովրդի տեխնացու։ Տեխնացուներ ընդհանուր ինքը։ Ընդդիմությունը իր դաշտից պետք է, չէ, տեխնացու։ Կա ընդդիմության դաշտում նորմալ մարդիկ ձեր կարծիքով։ Դե չեն գտնում։ Վարչապետին արժանի։ Մարդիկ չեն գտնում այս 2 տարի է տեխնացու։ Չեն գտնում։ Իրենք էլ համարում են, որ իրենք այնքան վատն են, որ իրենց մեջից տեխնացու չեն գտնում, որ բերեն ազգային ժողով կանգնեցին ամբիոնի մոտ։ Իսկ Փաշինյանի ժողովն է բերել։ Կառավարության մասնաշենք երկրի կառավարման։ Անմիտ հիմար process է, այս մասով մեկնաբանություն չունեմ, շնորհակալ։